Ցանկալի կլներ իհարկե այս ելույթը լսեին հիմնականում ընդդիմադիր ուժերի հետևորդներ կամ ընդդիմադիր ուժերին հարող քաղաքացիներ, որտեղ հերթական անգամ նրանց փորձում են կեղծիքի մեջ ներգրավել, հիմա կփորձեմ մանրամասն բացատրել ինչի։ Այն քաղաքացիները, այսպես կոչված, որոնք որ առաջադրել են այդ թեզը, որ impeachment պետք է անել, ուղղորդվում են հստակ քաղաքական ուժի կողմից։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմերը տեխնոլոգիա են մտածել այս տարվա ընթացքում, նախընտրական տարվա ընթացքում հնարավորինս կոնսոլիդացնեն ամեն մեկը իր շուրջը, իր աջակիցներին եւ փորձեն ընդհարումներ, fake ընդհարումներ ստեղծեն իրար միջև։ Impeachment-ի գործընթացի հենց սկզբից խոսակցությունը ոչ թե գնացել է ընդդեմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության, կուսակցության падգամավորների ուղղությամբ, որոնց պետք է ներգրավեն, որպեսզի impeachment-ի գործընթաց անեն, այլ իրար մեջ, այսինքն Հայաստան դաշինքը մեղադրում է պատիվ ունեմին, պատիվ ունեմը մեղադրում է Հայաստան դաշինքին, Սերժ Սարգսյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին հերակա բանավեճով։ Եվ այս ամենը ընդհանրապես խնդիր ունի յուրաքանչյուր ուժի կողմից կոնսոլիդացնել իր շուրջը հնարավորինս շատ համակիրներ, հետագայում արդեն ով ավելի շատ ձայն հավաքի 26 թվականի ընտրությունների ժամանակ, նրան էլ առաջադրեն։